Ինչ է բամբասանքը ընդհանրապես։ Դա բամբասանքը դա խոսակցությունը ինչ որ մեկի մասին առանց նրա ներկայության։ Հարցը ցակում, նրա ներկայությամբ կարող ես նույն բաները ասես։ Օրինակի համար ասում են, լսի, գեղեցիկ տղա էր գնաց այդ գեշ աղջկան վերցրեց, կարաք այդ աղջկա դեմը նույն բանը ասեք։ Կամ այս աղջիկ այդ տղու մեջ ինչ է գրթել։ Կարաք նույն բառը ասեք նրա դեմ։ Ինչի ենք մենք դա անում։ Բամբասանքը գալիս է նախանձից մեկ, ուշադրություն դարձեք, նախանձից մեկ, ատելությունից երկու, կամ խանդից ելնելուց։ Տարբեր ձևերի կարող է գա նա բամբասանքը, որ մեկին ուզում են բամբասեն, այսինքն եթե դու մեկի մասին բամբասում ես, կամ նախանձում ես, կամ ատում ես։ Ցածր, փոքրիկ, ես չեմ ասում լիովին ատելության, փոքրիկ բամբասանքով, փոքրիկ ատելությունից այդ մարդը նկատան, ինքդ չես հասկանում ինչի։ Մյուս դեպքերում բամբասանքը դա սոցիալ շփում է։ Այսինքն մարդիկ սոցիալ իրար հետ ծանոթանում են, շփվում են բամբասանքի միջոցով։ Բայց ես այսօր կարդացի, որ դա արվում է անդաստիրակ եւ շատ հետամնաց ազգերի մեջ։ Օրինակի համար անգլիացիները ազգա, անգլիացիները առաջի տեղն են գրավում որպես չբամբասողներ։ Գիտեք, որ ամերիկացիները, մաքուր են, սպիտակ ծեր ամերիկացիները, իշքան ես հետները խոսում եմ, անկում չեմ լսեմ եկի մասին բամբասեն։ Մարդ իշքան զարգացած է, այնքան բամբասանքից հեռու, ինքը իր կյանքին է նայում։ Վերջը ասո խոսքը ինչ է ասում։ Ինչի դու քո աչքի մեջի գերանը չես տեսնում, այ ուրիշի աչքի մեջի փուշը նկատում ես։ Եթե դու ուրիշի աչքի փուշը նկատում ես, ուրեմն աչքիդ մեջ գերան կա։ Բացվել աչքերդ։ Դրա համար պետք է նկատենք եւ վերջով նայենք, թե այդ մարդը ինչի է տենց անում։ Ուրեմն անգլիացիները համարվում են, ով որ Անգլիայում եղել է, կամ շփվել անգլիացիների հետ, ամենամեծ ազգն է, որ եղանակից է խոսում։ Երբ որ իրար հետ հանդիպում են, ասում են ո՞նց է եղանակը, ասում են լավ է եղանակը, բա արևոտ է այսօր։ Այնպես չի որ իրանց եղանակը 1000 տարի պետք է, պարզապես դա շփման միջոց է։ Նրանք շփման միջոցը գտել են եղանակը, ինչ ելնում է եղանակին ելնի։ Ամերիկացիները շփման բանը գտել են տնտեսության մեջ, թե ոնց է իրանց տնտեսությունը, այսօր աշխատավարձները կամ բան, մենք գտել ենք ուրիշին նսեմացնելու մեջ։ Երբ որ կգա այն ժամանակը, որ կտեսնես երկու հայ իրար հանդիպում, երկու տենց կին իրար հետ սուրճ են խմում եւ 5 րոպե եղանակից են խոսում, ուրեմն մենք Անգլիա ենք դարել։ Չգիտեմ դա ինչքան է մոտիկ մեզ, բայց կա քաղաքակրթություն, այսօր ես մեր աշխատողներին հարց է տալի, ասում եմ, վերջով այսօր խոսում են մտավորականությունը, ովքեր են մտավորականները։ Մարդիկ, որ մտածել գիտեն կամ ավարտած են։ Գիտեք, շատ անգամ մարդիկ իրաց հրճակում են մտավորական ու դրա մեջ ողջ կյանքը ապրեն, ֆորմատը, դա մտան այդ ֆորմատի մեջ, գիտեք ես ինչ եմ, ավելի շատ ինչ եմ, մարդը ստի մարդ լինի։ Իմ համար այսօր իրականում Հայաստան աշխարհում տեսնենք, Հայաստան աշխարհ կարևոր չի անգրագետ կխոսա, գողական կխոսա, թե ոնց կխոսա, իմ համար կարևորը Հայաստանի համար մի բան անի, մի բան ստեղծի։ Ես մի մարդու եմ ճանաչում Հայաստանի մեջ, նա շինարար է, այսինքն ոչ թե շինարար է, լիքը տես մեքենաներ բան ունի։ Երևակայի, որ ասես 9 անգամին այդ մարդը չկարողանա բացատրի, չնայած այդ մարդը այնքան աշխատող ունի, իր տեղը այդ կհաշվեն։ Բայց գիտեք, այսօր Հայաստանը շատ ծերեր նրա պատճառով թոշակ են ստանում։ Իսկ շատերը կարող են ծաղրեն այդ մարդուն։ Հիմա հարցը ծագում, սիրելի եկեղեցի, ինչի ենք մենք մարդկանց, հիշում եք ծաղրում, հիշում եք Կիրակի օր ես ասեցի, որ սարկազմը էտիկացողական հումորն է, հայերեն նույնպես սարկազմը, իրական սարկազմիկ որ ասում են, սարկազմը դա փոքր ագրեսիա է։ Սա իմ հնարածը չի, սա ինձ ասեց մի շատ ուժեղ հոգեբան, ծեր մարդ հոգեբան, որ ասեց սարկազմը շատ ուժեղ ագրեսիա է, ու եթե այն ազգերը, որ սարկազմ իրանց մոտ շատ է, ուրեմն ագրեսիան է շատ։ Մեզ մոտ անգամ նարդի խաղալուց սարկազմով են մոտենում։
իրար կծելով գնում են նարդի խաղալու։ 4 հոգով հավաքած են, մի հատ թուլի կգտնեն եւ կգցեն ու իր վրա կծիծաղեն ու հաճույքով տուն կգնան, բայց ոչ ոք չի մտածի, բայց այդ մեկը, որի վրա բարեջք էին կատարել, ինչ վիճակով կգնա տուն։ Մենք պետք է ունենանք քրիստոնեական դաստիարակություն։ Ու հետաքրքիր ինչ է, քրիստոնյա ազգը ունի քրիստոնեական դաստիարակություն։ Մարդ իրան պետք է շատ ուժեղ ցույց տա, շատ ուժեղ լինի, դիրքով լինի, որ իրավացնից ոչ թե չխոսան, այլ վախենան խոսան։ Ես օրինակի համար չեմ վախենում ինչ որ մեկի մասին խոսամ, որովհետև ես հարգում եմ այդ մարդուն։ Մենք պետք է սիրենք մարդուն, մենք պետք է հարգենք մարդուն։ Եվ դա մեր քրիստոնեական կոչման մեջ է մտնում։ Քրիստոնյալն էլ վերջիվերջո միայն փառաբանությունը չի։